Այո, 63 տարեկան եւ ավելի, այսպես տարիքային շեմի բարձրացում, ես նվազագույնը կանխատեսում եմ, որ 65 է լինելու, առավելագույնը 65-70։ Նու էականը այն չի, թե որքանով են բարձրացնելու, փաստը մնում է փաստ, որ բարձրացնելու են։ Եվ Նիկոլ Փաշինյանը հստակ ասեց եւ այնպիսի տոնայնությամբ ասեց, որ կարծես թե 600,000 թոշակառուները բեռ են օրվա իշխանությունների եւ օրվա կառավարության վրա, ինչպես որ ժամանակին Արցախներ բեռ օրվա իշխանությունների եւ օրվա կառավարության վրա։ Այո, սիրելի թոշակառուներ, հարգելի մեծեր, տարեստներ, խոնարհվում եմ ձեր առջև, այո, դուք բեռ եք, գիտակցեք այդ դաժան իրականությունը օրվա իշխանությունների վրա։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանի ելույթ այդ տոնայնությունը ամեն ինչ ասում էր։ 63 տարեկանում ինչ-որ բիզնեսով զբաղվեն, կյանքը նոր է սկսվում եւ այլն եւ այլն եւ այլն։ Պարոն Փաշինյան, ձեր կյանքում էլ 18 թվականին նոր բան փոխվեց, իրավիճակ փոխվեց եւ դուք այսօր դուք եւ ձեր օրվայի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ է 18 թվականին ձեր կյանքը փոխվեց, ներողություն, դուք 18 թվականին 63 տարեկան դարձաք։ Ոչ։ Ինչ է նշանակում կյանքը նոր է ստեղծվում, սկսվում կամ այսպես կամ այնպես։ Այո, մարդը իր կյանքը, ասենք, երկրային, հա, աշխարհում դադարում այն ժամանակ, երբ որ նա մահանում է, դա բնության օրենքն է։ Իսկ հեսա թոշակառուն կամ առհասարակ անձը քանի տարի կապրի, ինչպես կապրի, ոնց կաշխատի, ինչպես իր եկամուտը կձևավորի, ներողություն, դա ձեր որոշելիքը չի։ Դուք պարզապես Հայաստանի Հանրապետության վարձու աշխատող եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից վճարված հարկերի արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունում տարիքային ծերունական թոշակառուների տարիքային շեմը բարձրացնելու մի շարք գործոններ կան։ Ժողովրդագրական գործոնը, պետական բյուջեի կառուցվածքը, հարկերի ձևաչափը, ներդրումների բացակայությունը, օտար երկրի եւ ներքին ներդրումների բացակայությունը, արտագաղթը, ծնելիությունը, բազմաթիվ գործոններ կան։ Եվ այն, որ թոշակառուների տարիքային շեմը բարձրացնելով պետական բյուջեում ֆինանսական ռեսուրսների խնայողության մասին է խոսքը գնում։ Այո, եւ այն, որ Արսեն Թորոսյանը բերեց մի օրենքի նախագիծ, որ 10-12%-ը արդեն դառնալու է 20%, հունվարի 1-ից հետ վճարային այդ օրենքի նախագիծը, որը վստահեցնում ձեզ բացարձակ չի աշխատել, որտեղ ես ինքս իմ բարեկամների մեջ, իմ միջավայրում տարեստներ կան, որոնք թոշակ են ստանում, ես իրենց հետ խոսում եմ, ճնշող մեծամասնությունը կանխիկ է գնումներ անում եւ առհասարակ պատկերացում չունեն այդ օրենքի մասին եւ զավեշտային է, որ դաժե կան տարեստներ, որոնք ասում են Նիկոլ Փաշինյանը հունվարի 1-ից մեր թոշակները 20%-ով բարձրացնում են, նրանք այդ 20%-ը ընկալում են, որ Նիկոլ Փաշինյանը թոշակները բարձրացնում է 20%-ով, ոչ, առհասարակ ձեր թոշակները, որը հունվար 25 թվականին ստանում եք, նույն այդ թոշակները ստանալու եք, պարզապես գնումներ կատարելով անկանխիկ, այո, որոշակի գումարներ կգան։ Այդ օրենքը թերի է, ես ձեր նախորդ հաղորդման ժամանակ էլ ասեցի, եթե մարդը 80,000 թոշակ է ստանում, դրա 20% ստանում է 16,000 դրամ, բայց առավելագույն ետվերադարձի սկզբունքով 10,400 դրամ է։ 10,000 10,400, եթե չեմ ստանում, 10,400 դրամ, 10,000 դրամ, դա արդեն իսկ չի համապատասխանում իրականությանը եւ օրենքի թերի լինելուն։ Եթե դու 20% օրենք ես ընդունում պետական մակարդակով, դա անցնում է գործադիր իշխանության հաստատման եւ ազգային ժողովի հաստատման, դու 20% ես շեշտում, ուրեմն դու պարտավոր ես 20% ետվերադարձ արես։ Հակառակ դեպքում դու ասա պայմանական ետվերադարձ կամ ինչ-որ մի հատ թիվ որոշի, ոչ թե 20% շեշտի եւ մանիպուլյացիա արա տարեցներին, որ 20%-ով ձեր թոշակը բարձրանում է, ոչ 20%-ով թոշակը չի բարձրանում։ Այն տարեստները, որը անկանխիկ գնումներ կանեն, այդ ժամանակ իրենց թոշակը միգուցե մի քանի հազար դրամով ավելանա ամսական կտրվածքով, բայց դա ոչ մի էական կենսամակարդակի բարձրացում այդ տարեստների համար չի լինելու, որտեղ մի քանի հազար դրամով 30 օր լավ ապրել, դա ցնորք է։ Այն, որ այսօր նվազագույն թոշակը 36,000 է եւ նվազագույն աշխատավարձը 75,000 է, դա արդեն խոսում է այն բանի մասին, որ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը ապրում է օրվա հոգսերը մի կերպ հոգալով։ Մեր հասարակությունը, այո, աղքատ հասարակություն է,